Բարեկամներ կա մի բառ, կա մի արտահայտություն, որը կատարյալ գեղեցիկ է հնչում, դա նիրվանան է, դա հոգու կատարյալ խաղաղությունն է, ներդաշնակությունը, երբ մարդիկ հասնում են դրան, ապա ամեն ինչ կարգին է ու գեղեցիկ, բայց իհարկե դրան հասնել է պետք, եւ շատերս գիտենք, որ կա մի տարբերակ, որի շնորհիվ գուցե եւ կարողանանք հասնենք այդ կատարելության, ինչպես ասում են, իսկ կա որևէ վայր, որտեղ դու մոտենում ես այդ խաղաղությանը, փոքրի շատ է։ Իհարկե։ Բնության մեջ։ Եվ բնության մեջ եւ ընտանիքի գրկում ամենաջերմ ու դրախտային միջավայրը գարուն է բոլորիս հոգում ու ֆիզիոլոգիայում հաստատ ինչ որ բան այն չէ անդադար լավ բաներ են կատարվում դրան դիմանալ է պետք եւ շնորհիվ հետաքրքիր հարցազրույցի կբացահայտենք շատ գաղտնիքներ յոգայի վարպետ Սվետլանա Ավակյանն է մեզ մոտ աղավարում սիրով ողջունում ենք ձեզ հարգելի ես ասեմ նամաստե Նամաստե, մենք էլ անենք, նամաստե։ Դե կարող ենք այսպես ոնց ձեզ հարմար։ Կարող ենք այսպես անել, նույնիսկ բութ մատերը մոտեցնելով մեր կրծոսկրին, դա եւս բավարար է։ Ինչ է սա մեզ տալիս։ Բութ մատերը երբ հպվում են ձեր կրծոսկրին, անմիջապես կրծոսկրի հետին պատում գտնում է մեր թիմուս գեղձը։ Ուրցագեղձը, որը ակտիվացնում է մեր իմունային համակարգը, այսինքն տարիների ընթացքում մեր իմունային համակարգը գնալով ավելի թեյ ֆունկցիա է ունենում, այո, բայց անընդհատ ողջունելով մենք նաև ակտիվացնում ենք։ Դա եթե ֆիզիոլոգիային տեսանկյունից մոտենանք, մյուս տեսանկյունից պարզապես ես ողջունում եմ այն ջերմությունը, որ կա ձեր մեջ, ես ողջունում եմ ձեզ, ես ողջունում եմ այն հոգուն կամ այն լույսը, որ կա ձեր մեջ, նույնը, որը կա իմ մեջ։ Հետաքրքիր է նամաստեն ողջույնն է, ճիշտ է։ Այս ժեստը նաև շնորհակալության ժեստ է, այսինքն ողջույնը եւ շնորհակալությունը համատեղվում է այս մշակույթում։ Ամեն ինչ։ Մոտ 1000 իմաստ ունի։ Այսինքն, օրինակ, դու կարող ես պարզապես այսպես անել եւ թեժ վեճը տեղում հենց ավարտել։ Այսինքն, որ իմաստ չունի, այսինքն դու ում հետ ես կռիվ տալիս, երբ որ դիմացինդ, հա, եւ ինչու։ Երբ հասկանում ես դա, որ անիմաստ է, որտեղ դիմացինի հետ կռիվ տալուց դու ինքդ քեզ հետ ես կռիվ տալիս եւ պարզապես այդ պահին հենց ինքդ դադար ես տալիս եւ սա ինչ է աջ եւ ձախ կողմեր աջ կողմը ձախ կողմին միացրեցինք հա այսինքն գալիս ենք դեպի կենտրոն այո գալիս ենք դեպի կենտրոն եւ լավ զգացողություն իսկ իդեպ մենք խոսեցինք կրծոսկրի անմիջապես հետո գտնում է մեր սրտապարկը հա սրտապարկը սիրտը մեջը հա ինչքան կարեւոր հատված է նաև առողջության տեսանկյունից։ Ամեն ինչ գալիս է սրտից։ Այո, սրտից, այո, իսկապես դու քո սրտի հետ ես։ Այո, այն շատ բառեր կան, որ մենք այլևս ավտոմատի տակ օգտագործում ենք, սակայն դրանց տակը խորը ֆիզիոլոգիա եւ բացատրություն կա, նաև հոգեբանություն կա։ Սրտակից մարդ, սրտամոտ մարդ։ Այո։ Սիրելի Սվետլանա, թույլ տվեք սրտից շնորհավորել ձեր միամսյակը։ Սկսեցինք միանգամից շատ խաղաղ ու բարի դրացիական կարգավիճակով եւ տրամադրությամբ, այս տրամադրությամբ էլ եկեք շարունակենք, լավ եղեք, առողջ եղեք ու ձեր խաղաղությունը սփռեք բոլորի վրա եւ թող միշտ բոլոր ապրեն հաշտ ու համերաշխ։ Սիրով։ Հասկանալու համար, որ վեճը լավ բան չէ իրականում։ Իհարկե, ոչ թե լավ բան չէ, այլ ունի իր սահմանը։ Եթե դու վեճի մեջ կարող ես հասկանալ որն է նպատակը, հա, ստոպ տալ եւ կողքից նայես, տեսնես, իմաստ ունի այս վեճը։ Որոշ դեպքերում գուցե անհրաժեշտ է։ Կառուցողական է կառուցողական է թե ոչ, այո։ Մենք պետք է վեճի մեջ նույնիսկ փորձենք գտնել ճշմարտությունը։ Արդյոք դա մեզ կմոտեցնի մեր ճշմարտությանը, երկուսիս։ Չկա բազմաթիվ ճշմարտություններ, կա մեկ ճշմարտություն։ Բայց այնպես է ստացվել, որ մենք ամենքս շատ կարևոր անձեր ենք եւ ես այսօր Սվետլանան այսպես հագնված եկել այստեղ նստել է, ձեզ հետ խոսում է, զրուցում է, դուք էլ ձեր տեսանկյունից մենք բոլոր դեպքերում մեր այդ էգոները չասեմ, բայց մեր արտաքին պատկերներն են իրար հանդիպում, բայց մեծ հաշվով մենք միմյանց հետ կիսելու բան չունենք։ Եվ դրա համար վեճ չենք ունենում, ինչու, որովհետև դուք իհարկե այլ մենք հենց հիմա հավաքվել ենք, որպեսզի կառուցողական որոշակի զրույց տանենք եւ հասկանանք ինչ է ընդհանրապես այլ հարց է, եթե 3 օր կշարունակենք զրույցը, գուցե վեճ առաջանա։ Բայց այ հիմա գուցե մեկ այլ մասնագետ էստեղ լիներ, կասեր, այ դու ճիշտ չես ասում, հա։
Եվ այդպես բախումներ առաջանային։ Ասենք քննարկում։ Քննարկում, հա, բախում։ Գիտեք, հետաքրքիր է, որ այո, եթերի շրջանակներում բարև երկրի ժամանակ, այո, մենք պարտավոր ենք անել հնարավորինս, գուցե եթե համաձայն չենք կամ չենք կիսում դիմացինի կարծիքը, բայց սա դրական ժամանցային ձևաչափ է, այնպես որ այստեղից մեր սիրելի հեռուստադիտողին միայն պետք է գնա դրական ու լավ տրամադրություն դա միանշանակ։ Դա մեր Պարսկն է մեր առաքելությունը։ Այս փիլիսոփայական գիծը ինձ շատ դուր է գալիս մեր զրույցի, բայց վերադառնանք բուն թեմային յոգայի վարպետ Սվետլանա Ավակյան։ Վերջերս, բավականին վերջերս, իհարկե, յոգան շատ նորաձև է դարձել մեր երկրում։ Խոսում ենք մեր երկրի մասին, հատկապես կանանց շատ գրավում է։ Մինչ կանդրադառնանք եւ կհասկանանք, թե ինչու է այդքան գրավիչ յոգան, ուզում եմ ձեր անցած ճանապարհից մի փոքր խոսենք։ Արդյոք սա ձեր միակ մասնագիտությունն է, եթե կարելի է ասել մասնագիտություն, գուցե այլ կերպ են անվանում յոգայի վարպետներին, եւ ինչը ձեզ գրավեց այս խիստ մեր երկրում, նորից կրկնվեմ, նորաձև մասնագիտության մեջ գուցե։ Շատ գեղեցիկ հարց տվեցիք, Ջանա ջան, շատ շնորհակալություն, որ անդրադարձաք նաև իմ անցյալին, անդրադառնում եք իմ անցյալին։ Հետաքրքիր է, երբ մի փոքր ավելի ուսումնասիրում ես յոգայի փիլիսոփայությունը կամ յոգագիտությունը, որովհետև սա գիտություն է, դու հասկանում ես, որ իրականում երբեք յոգայից դուրս չես եղել։ Մենք ոչ մեկս յոգայից դուրս չենք։ Յոգա բառի իմաստը պետք է հասկանանք, որ հասկանանք ինչու հենց այս կամ ինչու եմ ես միշտ յոգայի մեջ, հա։ Յոգա բառը պարզապես նշանակում է միացում։ Այն մենք երկու ձեռքերի ափերը միացրեցինք, մենք միացանք։ Մենք հիմա զրուցում ենք, մենք միացանք։ Երբ ես համահունչ եմ իմ մտքերի հետ, իմ ասացի հետ, իմ արածների հետ, իմ էմոցիաների հետ, ես պարզապես չեմ թողում, որ իմ էմոցիաները դուրս չպրտվեն, բայց ոչ էլ կառավարում եմ ու սեղմում եմ իրենց իմ մեջ, դա արդեն իսկ միավորում է, երբ ես ինքս ինձ եմ տեղ տալիս եւ նաեւ հասկանում եմ, որ մենակ ես չեմ այս երկիր մոլորակի վրա եւ կան բազմաթիվ եսեր եւ մենք միմյանց հետ հավասարակշռության մեջ ենք, այո։ Գիտեք ինչպես կարելի է նկարագրել, կա ինդիվիդուալ ես եւ կա տիեզերական ես։ Կարծես այդ տիեզերական ես գոյությունն է, ամբողջ գոյությունն է։ Ես առաջին իմ մասնագիտությունով, եթե մի ակնթարթ անենք, միկրոչիպերի նախագծող եմ, հա։ Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծող, ինժեներ application engineer, այդպես ասված, բայց իր բնությունով դա ինձ ինչ է սովորեցրել, որ նույնիսկ միկրո աշխարհում, հա, կամ նանո աշխարհում տեղի են ունենում նույն process-ները, ինչ որ մակրո աշխարհում։ Նույնիսկ այն ամենափոքր էլեմենտը, որ հենց այս պահին արդեն բացահայտել են, դա Higgs-ի էլեմենտն է, դա նույնպես իր մեջ ներառում է ամենափոքր էլեմենտը մեր բոլորիս մեջ կա։ Այդ միավորումը դա նաև այն է, որ ես հասկանում եմ, որ այն ինչից ես բաղկացած եմ, դու էլ ես բաղկացած, այսինքն դուք իրականում ես եմ, դուք իրականում ես եմ, ես իրականում դուք եք, ես ձեր հայելին եմ, դուք իմ հայելին։ Դա մտածողություն է պատճառ, բոլոր աստծո պատկերով ստեղծված նույն իրավունքներով, նույն աստված կարող ենք ասել գոյություն, նորից եմ ասում, քանի որ ֆիզիկայի աշխարհից եմ գալիս, ինձ ավելի հեշտ է տիեզերական process-ներից խոսել գիտական նաև տերմիններով։ Գիտեք ինչն է հետաքրքիր, դա մտածողություն, այո, որին պետք է հասնել ու ունենալ գիտակցական շատ բարձր մակարդակ, որովհետև այդպես ապրել դա նշանակում է ունենալ ներդաշնակ ու շատ կայուն ինքնաբավ բնավորություն, որպես այդպեսին թվացial։ Հիմա դուք ինչ եք ուզում ասել, որ յոգան համարելով գիտություն, մենք կարողանում ենք գիտության միջոցով, յոգայի միջոցով մեր ուղեղի ազդակները ավելի ակտիվացնել ու դեպի այդքան դրականը տանել, այո։ Այո, բայց ոչ միայն դա, այդքան պարզ process չի, որ այդքան պարզ լիներ, կարծում եմ բոլորս նիրվանայի կհասնենք, բայց իրական յոգայի նիրվանան կոչվում է սամադհի, եւ բոլորս կհասնենք այդ սամադհի կամ լուսավորության աստիճանը կամ օրհնությանը, գեր տիեզերական աստվածային օրհնությանը, այսպես ասած։ Իսկ դա գերբնական շնորհ է, որոնք կրում են մարդիկ, որոնք հասնում են ի վերջո նիրվանայի, թե տեխնիկական հարց, այսինքն կարելի է տարիների ընթացքում տեխնիկական հարց է, բոլորս ունենք այդ հատկանիշը, բոլորս։ Բայց բոլորս ունենք այդ հատկանիշը եւ միակ էակը,
գոյություն ունեցող այս երկիր մոլորակի վրա, որ հնարավորություն ունի դա հասկանալու, դա մարդն է։ Որովհետև բանական է ունի մտածելու կարողություն։ Ունեն գոյության պայքար։ Գոյության պայքարը քեզ հնարավորություն չի տալիս, որ դու հասկանաս որն է քո միսիան կյանքի, որն է քո էությունը, ինչու ես դու ապրում, ինչու ես եկել, ստեղծագործելը բնորոշ չէ կենդանիներին։ Մտածելը բնորոշ չէ կենդանիներին։ Նրանք ունեն մեկ ինստինկտ, ռեֆլեքս։ Կամ փախչել, կամ սառչել, կամ կռվել։ Մարդկանց տրված է հնարավորություն դրանից մեկ քայլ առաջ գնալ։ Մարդը միակ կենդանի էակն է, արարածն է, որ ունի գեր զարգացած ուղեղ։ Ոչ միայն այն բոլոր շերտերը, որ ունի շիմպանզեն կամ բոնոբո պրիմատը, այլ նաև ավելի մեծ զարգացված կեղև, որը նաև գաղափարական իրեն հասկացնել է տալիս, արդյոք որի շնորհիվ նաև զարգացել է մեր լեզուն, մեր լսողությունը, մեր հոտառությունը, մեր բոլոր զգայարանները։ Մարդը միակ կենդանին է, որ իր զգայարանները օգտագործում է ի օգուտ իր զարգացման, բարօրության։ Մարդը միակ կենդանի արարածն է, որ զգոն է, որ ունի զգայարաններ, որ զգոն է, որ ունի շնչառություն, որ զգոն է, որ ունի ֆիզիկական մարմին, որը սոված է, որ զգոն է, որ այդ սովածությունը եթե չլինի, ինքը կարա նաև survive լինի, հա, կենդանի մնա։ Եվ այդ ամեն ինչը հենց յոգայի շնորհիվ է, այսինքն յոգայի ամբողջ նպատակը հենց դա է, որ դու միացած լինես։ Միացած լինես կենդանի, պարզապես կենդանության կռիվ չտանես, այլ հենց դա է, որ մենք ունենք բոլորս այդ հնարավորությունը զգոն լինելու, որ մենք կանք։ Բայց տեսեք հենց այդ նույն վեճին եթե վերադառնանք, շատ մանր զրույց է, բայց ինքը այնքան սիրուն նկարագրում է այդ իրավիճակը։ Նույն վեճի ժամանակ մենք մեզ կորցնում ենք, այնքան տարված ենք, չէ՞ որ այդ պահին հորմոնները այնքան ուժեղ են, որ sense կարմրում ես այդ արձագանքը պորտկումները կարող են պորտկումները ու դու sense պատրաստ ես հեսո գնաս գզես, դա էլ է բնական, կենդանական է։ Բայց մի պահ, երբ որ քեզ կողքից նայում ես, ասում ես դու հասկանում ես, երբ որ դա լավ է, էլի, հա, նորմալ ռեակցիա է, բայց իրականում այդ ռեակցիայի շնորհիվ քո երիկամները մեկ շրջան ավելի շատ պտույտներ արեցին եւ դրա պատճառով իրականում քեզ վնաս եղավ եւ դու քո կյանքի սպինը պակասեց։ Հենց այդ ջղայնության պահին դու չշնչեցիր։ Խորը ներշունչ չարեցիք թթվածինը, չբերեցիք ձեր բոլոր բջիջներին նյարդային, որոնք այդքան այդ թթվածնի կարիք ունեն։ Ինչու են այդ պահին ասում, չէ՞։ Պարզապես ասում ենք խորը շունչ, բայց չենք հասկանում։ Հա, ինչի մասին է, ուղղակի։ Նաև արտաշնչենք, որ կարողանանք այդ խորը ներշունչը կատարել։ Սվետլանա, իսկ ինչու բոլոր մարդիկ այդ դեպքում չեն կարողանում ներդաշնակել, հավասարակշռել իրենց այդ բոլոր զգայարանները եւ հաշտ ու համերաշխ ինչպես իրենց հետ, այլ նաեւ դիմացինի հետ ապրել։ Այստեղ գալիս է այնուամենայնիվ յոգայի պրակտիկ դասընթացները օգնության, որքան էլ որ մենք բոլորս ապրում ենք ֆիզիկապես յոգայի մեջ։ Շատ լավ հարց տվեցիք Ձյանա ջան, որտեվ այո, յոգան ոչ միայն փիլիսոփայություն է, բայց հենց պրակտիկ կիրառումն է։ Եվ Պատանջալին, ով համակարգել է այդ գաղափարը կամ այդ գիտությունը մտային յոգայի մասին, հա, մտավոր յոգայի մասին, կամ ռաջա յոգա են ասում, կամ նաև ասում են աշտանգա 8 աստիճան յոգա, այդ առաջին 2 աստիճանները վերաբերում են դիսցիպլինային, որը դու կարող ես տանել հասարակության մեջ, այսինքն փոխհարաբերություններում, եւ ամենաառաջին յոգան սկսվում է հենց մարդկային փոխհարաբերություններից, այսինքն սովորեցնում է, որ մի վնասիր, մի խափիր, մի գողացիր, այո, բոլոր 10 պատվիրանները եւս կան յոգայում, հա, այսինքն 5 են բաժանվում, մյուսներն էլ արդեն քոնն են, այսինքն պահիր քո դիսցիպլինան, մաքուր եղիր, ճշտապահ եղիր, ճիշտ խոսիր, եթե մի բանը սկսել ես ավարտին հասցրու։ Այդ ամենը պատկերացնում եք այդ հենց յոգայի փիլիսոփայության հիմնաքարերն են։ Հետո նոր դրանից հետո ասում է, տեսեք, մենք բոլորս միս ու արյուն ենք, չէ՞, այդպես ենք ասում, միս ու արյուն ենք։ Մենակ արյուն չենք։ Այդ արյունը, որ մեր չպտտվում է, օքեյ, դա շնչառություն է, բայց մյուս տեսանկյունից մենք նաև պետք է արտաշունչ կատարենք։ Դա ինչ որ ձևով, ինչպես է արտահայտվում։ Չէ՞ որ արտաշունչ մենք ասում ենք, ածխաթուգազը դուրս եկավ,
մենք այնքան ավտոմատիկ բաներ ենք ասում, որ այլևս ֆիզիոլոգիայի մեջ չենք խորանում։ Դա իրականում նաև ավիշն է մեր մեջ, չէ՞ որ ավիշը եւս պատտվելու կարիք ունի։ Իսկ ավիշը ինչ է, այդ բոլոր նյութափոխանակության արգասիքները իր մեջ է կրում այդ հեղուկը։ Եվ տարիների ընթացքում ճիշտ այնպես ինչպես լուսինն է ազդում երկրագնդի վրա, այդպես նաև այդ մեր մեջի հեղուկների վրա ազդում է նաև լուսինը։ Եվ հատկապես օրեր կան, որ մեր հուզականությունը ավելի բարձր է, որտեղ մակընթացություն, տեղատվություն նաև մեր մեջ է տեղի ունենում։ Եվ իհարկե մենք ոչինչով չենք տարբերում, եթե մենք չիմանանք այդ հեղուկը ինքներս մեր մեջ պատտելու օրենքները, իսկ դա որն է պարզապես շարժվելը, չէ՞, ֆիզիկական վարություն կատարելը, շնչելը, գործողություն կատարելը, ստեղծագործելը, մարդը ծնված է այն բանի համար, որ նա պետք է արարի, վերջ, ուրիշ բան չկա, իսկ այդ իր միսիաներից մեկն է, իսկ յուրաքանչյուր մարդ գործունյա է, անգործունյա, նու կամ որ դու մաքսիմում քիչ էներգիա ես ուզում ծախսես, բայց դա մահ է, այսինքն ինչ որ ձևով կանգ է, հա, հասկանում ենք, չէ՞, այդպես այո, հիմա, երբ որ մենք իրականում մեր վտանգը հենց սկսում է ընտանիքից, բայց երբ որ դու այդ շարժման մեջ լինելով, նաև չես հասկանում, այդ արգասիքները ավիշը մեջդ նորմալ դուրս չի գալիս, նորմալ նյութափոխանակություն տեղի չի ունենում, նաև սննդային տեսանկյունից լավ չի, նաև շնչառության տեսանկյունից լավ չի, այսինքն մենք պետք է էներգիա ստանանք, դա օգտագործենք եւ ծախսենք, սպառենք, բայց այդ process-ն էլ նորմալ տեղի չի ունենում եւ բնականաբար պետք է գան տարբեր կուտակումներ, տարբեր հիվանդություններ, այդպես ենք անվանում, հա։ Այսինքն հիվանդությունը իրական տարբեր տեղերում այդ հեղուկների կամ այդ էներգիայի կամ այդ արյուն, ավիշ էներգիաների բաշխումն է։ Եվ մեզ մնում է մենակ այսպես, հա, բայց շնչառությունն էլ ինչ բոլորից դրված է նույն չափով թթվածին։ Բայց ինչքանով են կարողանում դա վերցնել։ Դա վերցնել, այդ խոր ու մեծ հարց է, մենք կարող ենք ձեզ հետ իսկապես շատ երկար հարցազրույց ունենալ, բայց հաշվի առնենք, որ եթերաժամանակը ունի իր սահմանափակումները, դրա համար չմոռանանք նաև, որ միամսյակ է ու վերադառնանք կանանց ու հատկապես այն կարևոր հանգամանքին, որ մեր շրջանում մենք տեսնում ենք եւ տալիս ենք հաստատ այդ գնահատականը, որ կանայք ավելի շատ են հետաքրքրվում յոգայով։ Ինչու՞, որովհետեւ բնությունը նրանց ավելի հուզումնառատ է ստեղծել արդյոք, դա չենք կարող չէ ժխտել ամեն դեպքում, որովհետև գուցե ավելի փիլիսոփայորեն են նայում կյանքին կանայք ավելի քան տղամարդիկ։ Ասվում է, որ օրինակ տղամարդիկ ունեն որովայնային շնչառություն, կանայք կրծքաբանդակով են շնչում, իսկ դա խոսում է նրանց շատ ավելի նուրբ նյարդային համակարգ եւ հուզական ավելի լինելու փաստը։ Ինչ կասեք այս մասին։ Սիրուն բան ասիք, բայց նաեւ մարմնի կառուցվածքին հետևում են, այստեղ կուզենամ նաեւ անդրադառնանք, թե արդյոք յոգան նաև փոխարինում է այդ ֆիզիկական վարժանքներին, շատ հաճախ կարելի է լսել, որ գնում են յոգայի նաև նիհարելու համար։ Կամ ավելի սլավսիկ կազմվածք ունենալու համար։ Այս հարցին այնքան բազմաշերտ ու լավ հարցեր եք տալիս ու խորքային ու նաև խնդրային հարցեր են, որովհետև նախ այդպիսի հասկացողություն չկա, որ կանայք շնչում են միայն կրծքային հատվածով, տղամարդիկ միայն որովայնային, որովհետև դա միֆ է։ Մարդը պետք է յուրաքանչյուր մարդ, սա ֆիքս ենք, սա միֆ է եւ յուրաքանչյուր մարդ պարտավոր է շնչել տարածական։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրիս մոտ մեկն է շնչի ժամանակ պետք է աշխատեն թոքերի 3 հատվածներն էլ։ Այսինքն թե որովայնը, թե կրծքային միջին հատվածը եւ թե վերևի ապերտուրաները, այսինքն նաեւ անրակային հատվածը, հա։ Այսինքն 3 մասերն էլ պետք է ակտիվ լինեն, մեկն է շնչի եւ մեկ արտաշնչի ժամանակ։ Եվ դա արդեն իսկ ըստ յոգայի տեսանկյան արդեն իսկ խնդիր է, եթե դու 3 հատվածներն չես կարողանում։ Այսինքն մենք տարածական էակներ ենք։ Մենք եթե կինեզիոլոգիայով գանք, այսինքն ապացուցողահեն գիտությունով գանք, մենք անդադար անկման մեջ ենք կամ առաջ կամ կողք եւ դա պահելու համար մեզ անհրաժեշտ է ստաբիլիզացիա, ինչ քայլ, դինամիկ քայլ եւ շնչառություն, որ կողքից կողք չգնանք, այսինքն շնչառությունը պետք է լինի առաջ, հետ, աջ, ձախ, վերև, ներքև։ Դա ընդհանուր շնչառությունն է։ Այո, եւ մենք մեր շնչառությունը սկսում է իրական կոնքի հատակից, այսինքն մենք բոլոր դեպքերում պետք է այնպիսի դիր գտնենք, որտեղ ես նաեւ իմ կոնքի հատակից կսկսեմ շնչառությունս ամբողջությամբ կատարել։ Դա այդ մի հարց է, այսպես փակենք։ Ցավոք, այո, այնպես է ստացվել, որ ամբողջ աշխարհում է տենդենսը այնպիսին, որ հենց կանայք են միայն գնում, սակայն յոգան ի սկզբանե ստեղծված է եղել տղամարդու համար։ Օ, այո։
կոնկրետ եթե խոսում ենք այս յոգայից։ Ինչու, որովհետև իրականում տղամարդը մի հետաքրքիր հատկանիշ ունի, ինքը կնոջ նման ցիկլիկ չէ, հա, ամսական ցիկլով չէ ապրում։ Տղամարդը ամենօրյա ցիկլով է եւ այդ տեսանկյունից իրեն, բայց նաեւ են ձեր ասած միֆի մեջ ճշմարտությունն էլ կա, որ որովայնով է շնչում, այսինքն այդ տեսանկյունից ինքը շատ նյութական է տղամարդը։ Եվ այսինքն նյութական արտաքին աշխարհը իրեն ահավոր շատ շեղում է եւ յոգան ամբողջ նպատակը այն էր, որ ինքը հաղթահարի այդ նյութական աշխարհի գրգռիչները, դա կլինի կին, դա կլինի սնունդ եւ դա կլինի կառավարում, ղեկավարում, ագրեսիա եւ կբարձրանա իր ավելի բարձր էության բացահայտմանը։ Այսինքն յոգան ի սկզբանե տղամարդու համար է ստեղծված, այլ ոչ թե կնոջ։ Սակայն տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ կանայք ավելի շատ են մտել սրա մեջ, որտեղ սկսել են ինչպես է այն մտել, հա, արևմտյան աշխարհ, որ հասկացել են, որ որոշակի դեպքերում մեր հոդերին շարժունակություն է պետք եւ բավարար չի այդ նստակյաց կյանքի պայմաններում ունենալ բավարար չափով շարժումներ եւ հենց յոգան իր վարժությունների հետ մեծ բույլով եկավ առաջ։ Պետք է հաշվի առնենք, որ Հնդկաստանը երկար տարիներ եղել է Անգլիայի տիրապետության տակ եւ 1940-ականներից սկսած է, որ նոր անկախացել է, բայց դրանից առաջ արդեն իսկ հնդիկները այդ անկախության կոչերն էին անում, ասելով, որ ինչու եք դուք անպայման այդ շտանգաները բարձրացնում, երբ որ մենք այլևս ունենք մեր իսկ գործիքը, որը կոչվում է յոգա։ Հա, եւ այդ 1900-ականների սկզբերին նոր սկսեց բում ապրել, իսկ արդեն 30-40-ականներից սկսած նաեւ ավելի արևմտյան աշխարհում սկսեց տարածվել, այո։ Դե էլ չեմ խոսում, որ Ռուսաստանում հին յոգեր կային եւ Հայաստանում եւ Ռուսաստանում շատ հետաքրքիր ծագում եւ նաեւ պատմություն ունի։ Այսօր միանշանակ կանայք ավելի հակված են դրան, որովհետև նաև չեն կարող շատ մեծ ծանրություններ կատարել ֆիթնես սրահներում, նաև իրենք հենց իրենց համար տեսել են, որ շատ ակտիվ աերոբիկ վարժանքները իրենց մեծ վնասներ են տալիս նույն հոդերին, յոգայում ամեն ինչը բաշխված է եւ այնպես է արվում, որ դու հասկանաս եւ ինդիվիդուալիզացված է, հա, այսպես ասենք, եւ դու հասկանում ես, այս մարդուն կարելի է այս ձգումը, թե ոչ, սահմանափակումներ կան, գուցե իրեն համար բլոկեր օգտագործեն կամ աթոռ կամ ինչ-որ պարագա, որը կօգնի, որ ինքը այս վարությունը կատարի։ Այսինքն մաքսիմալ բերել ենք հասանելիության դաշտ, բայց միևնույն ժամանակ միայն յոգայի վարժությունները չեն։ Եթե ես յոգայի սենյակում խոսեմ դրական բաներից, բայց դուրս գամ դիմացինից հարվածեմ, ապա որտեղ մնաց յոգան։ Բազմադարյա յոգայի պատմությունը տեղավորել մի քանի րոպեի մեջ շատ դժվար է, ու համեմատել, բայց որոշակի իսկ այն վերջին հատվածը, որ նիհարում են, դա կարող ենք ասել, որ ոչ թե ֆիզիկական վարժանքներից, այլ առավելապես շնչառությունից։ Այո, միանշանակ, տեսեք, պետք է հասկանենք ինչու ենք մենք նաև չաղանում, հա? Այսինքն ինչու ենք քաշ հավաքում, նյութափոխանակության խախտում, վատ արտաշնչի արդյունք, Ասեն ավելի կարևոր է արտաշունչը քաշելը։ Միանշանակ արտաշնչի, այսինքն արտաշնչելու, դու վախենում ես բաց թողել, դու վախ ունես։ Գլոբալ մեծ տեսանկյունից եթե նայենք, էլի եթե գանք արևմտյան փիլիսոփայությանը, մարդը հոգեֆիզիոլոգիական էակ է։ Դա ապացուցված է եւ ամենտեղ գրված է, մարդը հոգեֆիզիոլոգիական, այսինքն իր հոգեհուզական վիճակները նպաստում են իր ֆիզիոլոգիայի ազդեցության վրա։ Դա չի կարելի Աստորեն դա էլ միֆ չէ, որովհետև շատ հաճախ մեր հայրենակիցներից լսում ենք արտահայտություն, որ իմ նյարդային համակարգը եթե հանգիստ է, ես ավելի լավ արտաքին ունեմ, իսկ եթե ես լարված եմ, ես անդադար կարող եմ նիհարել։ Այո, եւ հիմա հատկապես արտաքին աշխարհը բավականին արտաքնացած է։ Այսինքն շատ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, որ ամեն ինչ այսպես լինի, մեդիա դաշտն էլ է այդպեսին։ Այսինքն սոցիալական դաշտը, հա, սոցիալական կայքերի դաշտը, եւ դու անընդհատ մտածում ես, ես գուցե բավարար չեմ, մի քիչ էլ սիր ունենամ, մի քիչ էլ այստեղ կտրեմ, մի քիչ էլ, եւ դրանով դու նաեւ ամբողջականությունը խաթարում ես, հնարավորություն չես տալիս այդ ամբողջականության մեջ
քեզ հասկանալու, որ չէ, բայց այստեղ կտրելով, այնտեղ կտրելով, այստեղ աճացնելով, այնտեղ աճացնելով, ինչ որ հարցերի չես գա։ Եվ այո, երբ որ այո, պետք է խնդիրը գտնենք, այսինքն երբ որ այն պահից սկսած դու հասկանում ես, որ դու անդադ ուզում ես ուտել, այդ նշանակում է ուղեղու մի կենտրոն դեռ բավարարված չէ։ Որոշակի դեպքերում քեզ ասում է դու անհանգիստ ես, սոս, հեսա կարող է գան քեզ սպանեն, որտեղ եթե դու սիրուն չես, այդ նշանակում է վտանգ կա, որ կարող է գան քեզ սպանեն։ Այսինքն այդ տեսանկյունից եթե մոտենանք, հա, ու ստրեսը, մագերի կամները սկսում են գերֆունկցիա ունենալ։ Գեր, էսել կեր։ Ամեն դեպքում, եթե փորձենք շատ ընդհանրական խոսել եւ ամփոփել մեր հարցազրույցը, ապա պետք է կարևոր մի եզրահանգման գալ, որ հատկապես այս օրերին 21-րդ դար եւ այս ժամանակահատվածում ռիթմը սարսափելի արագ է եւ մարդիկ մի կերպ են փորձում գոյատևել ու դիմակայել այս ռիթմին, անկախ ոլորտից, անկախ մասնագիտությունից, անկախ սպորտաձևից, խնայենք մեր բնազդը, մեր ուղեղը, ազդակները, մեր նյարդային համակարգը եւ անկախ մեզնից գուցե մենք էլ ընկղմվենք յոգայի ներդաշնակ ու հետաքրքիր աշխարհում եւ բնազդով չապրենք։ Փոքրիկ տոկոսով մենք էլ կարողանանք ընկալել այդ հոգու ներդաշնակությունը։ Ինչ ավելի ապրենք հանգիստ, մեծ հանգստություն եկավ ձեզնից, սիրելի յոգայի վարպետ Սվետլանա Ավագյան։ Ես առաջարկում եմ առողջ ճիշտ շունչ արտաշունչով ամփոփենք մեր հարցազրույցը։ Նստում ենք հարմար, որ գտնենք մեր կոնքի հատակը։ Կոնքի հատակ կոչեցավ, ձեր երկու նստոցներն են։ Եթե քաշը տեղափոխեք աջից ձախ, դա կարող եք գտնել։ Հիմա նաև Ես իհարկե ձեր ասածը հիմա չեմ ընկալում, բայց շատ հարմար եմ նստած։ Շատ հարմար եք նստած, շատ լավ է, Հայկ ջան։ Միակ ըստեղ թերություններն է, որ շատ հետ ենք նստած, այսինքն հիմա ձեր Պետուն դեպոյում ենք, մեզ լավ ենք զգում, հասկանում եք, առաջնալի ասում եք։ Ինձ էլ էստեղ բավական շատ լավ բարձ ունեք, որը նաև յոգայի համար է բավական հարմար, այսինքն լավ կարելի է հենց այսպես նմանատիպ դիրքերում նստել եւ շնչել։ Եթե մի փոքր մեր մարմինը առաջ լինելի, անկման մեջ ենք լինելու, ստրեսը միանալու է, այսինքն պետք է քաշը մի փոքր հետ բերենք, ահա։ Նույնիսկ դա կարող ենք զգալ մեր կրունկների վրա, այսինքն եթե քաշը տեղափոխենք մեր կրունկներին ոտնամաների մեջ էլ։ Ահ, դրա համար են ճնշումը չափելիս, ասում են հանգիստ նստեք, ճիշտ դիրքով ձեռքը ճիշտ։ Այսա կօգնի, որպեսզի նաև դուք ազատագրեք ձեր իրանի երկու կողմերը եւ կրծքավանդակը բացեք, ձեռքերը պահեք պարզապես ափերով վեր, ահա։ Հիմա զգացեք, որ նախ շնչում եք որովայնով ու ոնց որ կոնքի հատակն էլ հրի մեր բազմոցը, հետո միանգամից վեր, ոնց որ միջև ձեր կողերը, հա, աջ կողը գնա դեպի աջ, ձախը դեպի ձախ, ջանաջան մի փոքր ձեռքեր էլ էսպես դրեք, որ թևատակերը բացվի, ոնց որ միջև թևատակը շնչեք։ Ու հիմա միջև անրակները, ոնց որ կարծես այս հատվածը փոս մտնի, հա, ձեր անրակները կարծես ներքաշում ունենա, բայց արտաշնչում ենք որովայնից սկսած, այսինքն եթե գալիս է, ուրեմն նշանակում է գեր strain-ը ոնց են ասում, ծանրաբեռնել ենք, հա, լարել ենք, ահա, պետք չի լարվել։ Պարզապես ներշունչ արտաշունչ։ Դա վերաբերում է ամեն ինչի։ Ալիքաձև։ Այո, ալիքաձև, ներշունչ եւ արտաշունչ։ Հայկ ջան, եթե այս ջուրը ձեզ համար նախատեսված լինի, եւ այդ բաժակը իսկապես ձեր բաժակը լինի ու ձեր համար լավը լինի, դուք եթե վերցնեք, դուք դիր գտնելու եք որտեղ սա ձերը եթե լինի, կշնչեք։ Իհարկե։ Լարված, եթե մի միջավայր լինի, որտեղ դուք լարված լինեք, դուք այդտեղ չեք շնչելու։ Էդ էլ է ձեզ համար ազդակ։ Այ ես որսացի ինձ այն մտքի վրա, ինչպես ասացիք, ավտոմատացված մեր ժողովուրդը մենք օգտագործում ենք, չէ՞, արտահայտություններ, որ ասացիք, եթե հարմար չի, շունչը կտրվում է։ Մենք էլ չէ, երբ որևէ անհարմար դրություն է, վախի մեջ ենք, նյարդային ինչ-որ անհանգիստ վիճակում, ասում ենք, շունչս կտրվեց, շունչս չի հերիքում, շունչս սպահեց, ինչ-որ չեմ կարողանում, հա։ Այ հենց պետք է գտնենք մեր շնչառությունը, այո, ամեն իրավիճակում գտեք շնչառությունը, էլի տվեք դիմացինի գլուխը ջարդեք։ Ես դեմ չեմ։ Մի մոռացեք շնչել։ Հաստատ այդ ժամանակ չեք ուզել։ Շնորհակալություն ձեզ։ Հաճելի է, շատ շնորհակալություն։ Էլի նամաստե։ Նամաստե, նամաստե։ Ստեցություն ասեք։ Մեզ մոտ աղավարում էր յոգայի վարպետ Սվետլանա Ավագյանը։ Իսկապես, այսպես հանգստություն, խաղաղություն, ինչ բառեր են գալիս մտքի, ներդաշնակություն, արի դու վայելից փոքրանացի ներդաշնակությունը, եթե լինեին օրինակ հոտավոբիկ, ավելի հարմար, գորգի վրա համապատասխան, ինչքան հաճելի կլիներ։ Այո։ Երանի քո երջանիկ ամուսնու, որ քեզ կտեսնի այսպես երջանիկ ներդաշնակության մեջ։ Բարեկամներ, սա բարև երկիրն է, մենք շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։